Վերադառնում ենք եթեր, մեր հյուրն է ազգային ժողովի պատգամավոր, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ողջույն Հայկ ջան։ Բարև ձեզ։ Բարի օր, բարի ուշ երեկո ոչ թե օր։ Ինչպես ես մի քիչ դժվար է այդ հարցը արդեն տալի պատասխանը։ Ռետորական է դա։ Հենց Հայկի գալով նաև ստացանք հարց հեռուստադիտողից, լավ կլինի հենց այդ հարցը քննարկենք։ Կարեն ջան, խնդրեմ նաև խոսեք այս տարվա ընտրություններից, արդյոք բնակչության մասնակցությունը բարձր կլինի այս անգամ կամ ինչպես անել, որ ավելի շատ մարդ գնա ընտրության։ Կարեն ջան, դու կպատասխանես, հետո նաև Հայկը։ Իսկ կլինի ես ուղղորդեմ հարցը Հայկին, հետո քննարկենք, մենք խոսենք։ Դե ամեն դեպքում հաշվի առ, որ նաև քո պատասխանին են սպասում։ Համել դու պրոպագանդայի ավելի մեծ մասնակից ես, ես բան եմ, կողմնակալ եմ այս հարցում։ Տեսեք, նախ բնականաբար ես պիտի ասեմ, որ դեռ հանրապետականը քննարկում է եւ որոշում չի կայացրել ու ասածներս ոչ թե վերացական են, այլ ընդհանրական են դաշտի համար, այսպես որպես կուսակցական չեմ ասում։ Դասական տրամաբանության մեջ, կարծում եմ դուք իմ հետ կհամաձայնվեք, ֆիքսված քանակով ձայներ ունեցող ուժերին այն է, որպես կանոն իշխանությանը, որովհետև վարչական ռեսուրս, համակիրների խումբ, ուղղորդված ձայներ, չգիտեմ, որոնք գտնվում են այս կամ այն շահային խմբի աղանդ եւ այլն ազդեցության տակ։ Դա նշանակում է ֆիքս քանակությամբ ձայներ, որը գրեթե անփոփոխ է։ Այո, եւ կա, այսպես ասած, առնվազն։ Այսինքն իրանք այսպես թե այնպես մաքսիմումով մոբիլիզացնելու են բոլոր լծակների օգտագործումով, անխտիր բոլոր, բայց ինչքան էլ մոբիլիզացնեն, դա ֆիքս թիվ է։ Հետևաբար ընդհանուր մասնակցությունը ինչքան շատ լինի, այդ ֆիքս թիվը դրա մեջ տեսակարար տոկոս ավելի ցածր է կազմելու։ Սա այտենց դասագրքային տրամաբանություն է։ Ուստի Փաշինյանի շահերից չի բխում բարձր явкան, բարձր մասնակցություն ընտրությունների մեկ։ Երկրորդ, գիտեք, ես այս ընտրությունների հետ կապված շատ ավելի շատ ինձ հետաքրքրական են ընտրություններին հաջորդող process-ները, որովհետև նույնիսկ շռնդալից հաղթանակի պարագայում ընդդիմության աստված տա։ Ես լավ չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանի լայվը, որտեղ ինքը ասում է, որ իշխանությունը փոխանցելու է։ Ժողովրդավարությունը իմ վերջին դերն է, ինքը մի անգամ մի հատ ասուլիսում ասել է, չէ, իմ քաղաքական կարիերայի գագաթնակետը պիտի լինի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով իշխանությունից հեռանալ։ Ես այդ հեքիաթին չեմ հավատում մի տեսակ։ Ուստի ես համարում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են ընտրությունների մասնակցության մասին, իրենց պլանի մեջ պիտի ունենան նաև հետընտրական զարգացումները փողոցային պայքարի տեսքով, որովհետև հաղթանակ ու ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այս պահին հայտարարել են ընտրության մասին, բայց հետընտրական զարգացումները ոչ պակաս կարևոր են լինելու։ Բայց որ այսքան ասացինք, մի բան էլ եթե թույլ տաք ասեմ։ Ես չեմ համարում, որ այս ընտրությունները պիտի լինեն սովորական ընտրությունների տրամաբանության մեջ։ Այսինքն ամեն կուսակցություն, այտենց քարոզարշավի մեկնարկի օրը մայկաները հագնի, սիրուն բրենդավորված ավտոբուսը կամ միկրոբուսը նստի եւ գնա մարզեր քարոզելու։ Դա անել պետք է, դա դրա մասին չի խոսքը։ Բայց ընտրությունների գործընթացի մեջ հասարակությունը իմ համեստ կարծիքով պիտի մտնի գիտակցումով, թե ինչ կարևորություն է այդ ընտրությունների իրենից ներկայացնում։ Դա ենթադրում է նաև փողոցային ակտիվություն։ Հենց ընտրական process-ներին զուգահեռ, ոչ թե հետընտրական։ Զուգահեռ, թե նախընթաց, այդ արդեն յուրաքանչյուր տարբերակում իր տակտիկան է գործում։ Ընդ որ մեկուսի համար էլ կարելի է գրել, որևէ խնդիր չկա։ Տևական թե մեկ ակցիա, փոքր թե զանգվածային միջոցառումներ, դրանք բոլորի տարբերակները կան։ Ուղղակի պետք է ընտրել թե որ տարբերակով, որովհետև ուզում եք այտենց մի քիչ ցինիկ անվանեք, տաք պետք է լինի փողոցը, խնդիր չկա, իրողությունն է դա։ Ուզում եք ավելի քաղաքագիտական, որ գործընթացները պիտի ակտիվ լինեն, այլ ոչ թե սովորական։ Սա սովորական ընտրություն չի։ Սա այս ընտրությունը ունի շատ մեծ կարևոր տարբերություն 21 թվականից։
21 թվականի ընտրություններին Փաշինյանը գնում էր Շուշին ու Հադրութը ազատագրելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ անջատում հանուն փրկության եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելով դա իր նախընտրական ծրագրում էր, դա իր հետագայում նաեւ կառավարության ծրագրում էր։ Եվ դա է հիմքը, որ մենք հիմա իրեն ասում ենք, որ դու լեգիտիմության խնդիր ունես, ընկեր, մի բան ես խոստացել, մի բան ես արել։ Ընդ որում ժողովուրդ ջան, էլի ես գիտեմ, որ բոլոր քաղաքական գործիչներն են ընտրություններից հետո խափում կամ ծրագրին այդպես 100% չեն հետևում, բայց այս նույն դեպքը չէ, էլի չի խոստացել Թոշակը 6%-ով ավելացնել, Եվ 3%-ով ավելացել է 3%, մենք էլ շուխուր ենք անում, չէ, ընկեր։ Հələ տեսնեմ այդ Չակուջը տարածան գնա իր մարզերով ասել, գիտես ինչ, ես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եմ ճանաչելու, մենք 150,000 բան ենք ունենալու։ Ну 30 արդեն ունեինք այն ժամանակ 120,000 եւս բան ենք ունենալու, բռնագաղթված բան ենք, մտնում քանի ձայներ հավաքելու։ Այս անգամ ինքը ունի բոլոր իրավունքները ասելու, որ չէ, ժողովուրդ։ Ես ասել եմ, ես ինչ եմ պատրաստվում։ Խափելով, մանիպուլյացիաներով, բաներով, բայց ինքը կգտնի տեղեր, որտեղ ասել է ես այդպես եմ անելու։ Ծրագրում էլ ինչ որ մի ձև քողարկված դա լինելու է վստահաբար։